Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 26-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Կարևոր նաև ուշագրավ քաղաքական հանդիպումներ կար Հռոմի Պապի հուղարկավորության առիթով, առաջ եւ հետո դրա համար սկսենք աշխարհաքաղաքական իրադարձություններից, նոր կանդրադառնանք նաեւ մեր երկրում տեղի ունեցողին։ Նախ մինչև Վատիկան գնալը ինչ ունեինք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Ղրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք։ Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի սահմանադրությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է, ոչ թե իմը։ Սա Ուկրաինայի ժողովրդի սեփականությունն է։ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել զենքի սպառնալիքով եւ դրա արդյունքները ոչ ոք չի ճանաչել», ասել է Զելենսկին։ Սա մինչև Վատիկան գնալն է Զելենսկին ասել։ Եվ դա նաև վատ էր ընդունվել Սպիտակ տանը, թե ինչու ես հրապարակային հակադարձում Տրամփին, բան ունես ասա առանձին, էլի, այսինքն Տրամփը ասում է Ղրիմը պետք է Ուկրաինան հասկանա, որ դա պետք է մնա Ռուսաստանին, մեկ է Զելենսկին հրապարակավ հիշեցնում է, որ ժամանակին Տրամփը ճանաչել է եւ իր ադմինիստրացիան դա ճանաչել է որպես օկուպացված տարածք, եւ դա մի տեսակ ծանր տարան, բայց հիմա հասկանանք հետո ինչ տեղի ունեցավ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել Տրամփի Պուտինին ուղղված ուղերձով եւ հեռանում է ԱՄՆ նախագահին ուղղված ուղերձներով։ Ի նկատի ունեմ, որ հիմա է սա էլ նայենք նորից Վատիկանից առաջ Ռուսաստանից ինչ է հնչում։ Պեսկովը հավելել է. Ուիթքոֆի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որևէ նախապայմանի։ Ուշադրություն, Ռուսաստանը ի սկզբանե խոսում է բանավոր տարբեր բաներ, մենք չենք բանակցի, եթե չճանաչեք Ղրիմը մեր կազմում, չճանաչեք այն 4 մարզը մեր կազմում, անգամ դա մեր սահմանադրության մեջ ենք մտցրել, մենք չենք ճանաչի, բայց չենք բանակցի, եթե դուք խնդիր եք դնելու ՆԱՏՕ-ի հետ կապված, բայց ինչպես տեսնում եք, առանց նախապայման պատրաստ ենք դնենք քննարկել։ Սա էլ լսում ենք Ռուսաստանից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է. Վլադիմիր Պուտինի եւ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է 3 ժամ, եղել է կառուցողական եւ օգտակար։ Զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներում, ասել է Ուշակովը։ Սա էլ մի ուրիշ պաշտոնյայի տեսակետը հանդիպումից։ Իսկ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը տիկնոջ հետ ժամանել է Հռոմ, մասնակցելու Հռոմի Պապի հուղարկավորության արարողությանը։ Հենց նոր վայրեջք կատարեցի Հռոմում։ Հաջող օր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցություններում եւ հանդիպումներում, գրել է Տրամփը։ Իհարկե կշարունակեմ այդ թեման, բայց մի քիչ շատ հետաքրքիր է հաջող օր համարել այն մարդու մեռնելու օրը, էլի, մարդը 1000-ից մի անգամ մեռել է, փոխանակ գնան ցավակցեն, հիմա ասում է, «Էս ինչ լավ է, մեռավ, այդ առիթ եղավ, գնանք հանդիպենք»։ Իսկ բացի դրանից էլ մի ուրիշ բան էլ ես չհասկացա, որովհետեւ հարց է առաջանում, հաջող օր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցություններում։ Դոնալդ Տրամփը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ, բայց Ռուսաստանը ներկայացնում էր մշակույթի նախարարը։ Ես չեմ պատկերացնում, որ Դոնալդ Տրամփը պատրաստում էր հենց մշակույթի նախարարի հետ ինչ-որ բան քննարկել։ Չգիտեմ ոնց է այսպես ասվել, ինչի նկատի ուներ, գոնե արտգործ նախարարն էր ասես հա։ Բայց ամեն դեպքում որևէ լրացուցիչ ինֆորմացիա չունենք, թե հանդիպում եղել է Ռուսաստանի ներկայացուցիչ հետ, թե ոչ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կնոջ հետ եւս ժամանել է Հռոմ։ Ավելի վաղ Տրամփն արձագանքել էր Զելենսկուի հետ հանդիպման հնարավորությունը, կարճ պատասխանելով լրագրողների հարցին, հնարավոր է։
Այսինքն ուշադրություն դարձրեք, Զելենսկու հետ հանդիպումից առաջ ինքը արդեն համարել է հաջող օր հանդիպումների համար, այսինքն ինքը նորմալ է վերաբերվել այդ հանդիպմանը, ոչ թե իրան խնդրել են, համոզել են եւ այլ, մանավանդ այն անհաջող հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում, ինքը հաջող օր է համարում նույնիսկ հուղարկավորության առիթը, որպեսի հանդիպի Զելենսկու հետ։ Այս ուղղակի բան է փոխվել, դրան կանրադառնամ։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորով տեղի է ունենում Զելենսկու եւ Տրամփի հանդիպումը, Հռոմի պապին հրաժեշտ տալու համար ժամանել է Զելենսկին, Մակրոնը, Տրամփը կանգնած են իրար կողքի Ֆրանցիսկի հրաժեշտի արարողությանը։ Տիսական ծառայությունից հետո Տրամփը եւ Զելենսկին պլանավորել են հետագա բանակցություններ վարել։ Սա Ուկրաինայից հնչածը։ Նորից Նիկիֆորովն ինչ ասել, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 26-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին։ Հիմա Reuters-ն է անդրադարձել հղում անելով Սպիտակ տանը, հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգին հայտնում է. Հռոմի պապի հուղարկավորության բուն արարողությունից առաջ տեղի է ունեցել Տրամփի եւ Զելենսկիի հանդիպումը։ Տրամփը շատ արդյունավետ զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Սա ամերիկյան գնահատականը հանդիպումը գնահատելով որպես արդյունավետ։ Չունգի խոսքով նախագահները հանդիպել են այսօր մասնավոր կարգով եւ խոստացել է ավելի ուշ հայտնել մանրամասները։ Չունգը հարմար։ Իսկ հիմա ինչ է ասել Վոլոդիմիր Զելենսկին։ Ինչու եմ ես սա մանրամասը ես բոլորին անդրադառնում, որտեղ հասկանում եք նոր աշխարհակարգի հարց է որոշվելու ուկրաինական պատերազմով։ Հո չկան այս միամիտ մարդ, որ մտածի, որ դա մեզ չի վերաբերում, կամ այս աշխարհի դարդը մեզ չեն տվե, կամ Հայաստանը հանգիստ իր հարցերը լուծելա, որևէ խնդրեմ չունի, ուզում է հաղթի։ Վոլոդիմիր Զելենսկին ինչ է ասել, լավ հանդիպում էր, դեմ առ դեմ հաջողվեց շատ բան քննարկել, ողջ ասացի արդյունքի հույս ունեմ, ողջ ասվածի։ Մեր ժողովրդի կյանքի պաշտպանություն, լիակատար ու անվերապահ կրակի դադարեցում, հուսալի եւ ամուր խաղաղություն, ինչը թույլ կտա խուսափել պատերազմի վերսկսումից։ Շատ խորհրդանշական հանդիպում էր, որը կարող է դառնալ պատմական, եթե հասնենք ընդհանուր արդյունքի։ Շնորհակալություն նախագահ Դոնալդ Տրամփ։ Տրամփն ու Զելենսկին պայմանավորվել են հանդիպել հուղարկավորությունից հետո եւ շարունակել զրույցը։ Ականատեսները ասում են, որ զրույցը տևել է մոտ 15 րոպե, բայց այնուամենայնիվ երկու կողմն էլ համարել են շատ արդյունավետ։ Իդեպ ես ուզում եմ հատուկ ընդգծել այդ հանդիպման հետ կապված։ Այն, որ առիթը հաջող համարել է, դա հասկացանք, ասացի դա, բայց իսկապես պատմական էր նույնիսկ այնպես, ինչպես այդ հանդիպումը տեղի ունեցավ, ոչ միայն արդյունքը, անկախ արդյունքից, որովհետև Դոնալդ Տրամփը եւ Վոլոդիմիր Զելենսկին նստած էին տաճարում, վերև Աստված, ներքև երկու հոգի, դեմ դիմաց նստած, նույն աթոռով, նույն կարգավիճակով։ Այն հանդիպման ժամանակ, որ Դոնալդ Տրամփը նստած էր Օվալաձև սենյակում եւ փորձում էին կաշկանդել Զելենսկուն, Զելենսկին մի տեսակ սենց թեքված, մի տեսակ էսկոմ հարցակվել վրան, ճնշել, ասել դու ոչ մի հաղթաթուղթ չունես, բոլորը Ռուսաստանի ձեռնա, ճնշեն կոտրեն մի երկրի ղեկավար, որը իր երկիրը կռվում ամեն օր զոհատալի եւ նրան պարտադրեն հոգեբանական գրոհի ենթարկեն, մանավանդ որ ինքը ներվայնացած ժամանակ անգլերենը իր մայրենի լեզուն չի եւ նա կարող է նաեւ շատ բանի ճիշտ ձևով չարձագանքել, որ փորձեին անգամ դա դեմը օգտագործեին, որ ժողովուրդ լսեք էսով ասկի չի կարող նորմալ խոսա, այս մթնոլորտը տեսանք ինչ կատարվեց, որ ամբողջ աշխարհում մի հատ ալիք անցավ, անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում համակրանքը անցավ Զելենսկու կողմը, շատ քչերը դրական համարեցին այդ հանդիպումը, մի մասը մեղադրեց Տրամփին, մի մասը մեղադրեց փոխնախագահ Ջեյդի Վենսին եւ մի մասը երկուսին միասին, բա հիմնական մասը շատ քչերը ասցին, որ հա դե նորմալ է, ինչ ա եղել, կամ ինչու պետքա Զելենսկին տենց հակադարձեր եւ այլ եւ այլ։ Բայց այս անգամ ինչ կատարվեց։ Օվալաձև սենյակում Տրամփն ուզում էր ասել, ես եմ դրության տերը, ես եմ այս ամեն ինչի հզոր ու մեծ ղեկավարը, ով ես դու պետք է իմ ասածը ընդունես։ Իսկ այսօր Տրամփը նստելով հավասարի պես Զելենսկու հետ այդ ժամանակ ցույց տվեց իր մեծությունը, առանց միջնորդների, առանց հարձակվողների, նույն կարգավիճակով նստելով
իր այդ համեստ կեցվածքով ինքը ցույց տվեց, թե ինքը ինչքան է բարձր։ Այս սա ապտակ էր առաջ երթին իր ադմինիստրացիայի այն անդամներին, որոնք խորհուրդ էին տվել հոգեբանական ճնշում գործադրել Զելենսկու դեմ, եւ տեսակ արդյունքում ինչ կատարվեց։ Եվ սա ամենայն դեպս ես որ անհույս լավատես եմ, ես շատ ծանր եմ տանում Ամերիկայի հետ կապված ցանկացած հարց, որովհետեւ ակնկալիք է Ամերիկայից, ժողովուրդ ջան, ուրիշից ակնկալիք չունենք, ինչի՞ պիտի նրանց արածը ծանր տանենք։ Բայց այս հարցը ինձ այնքան է ոգևորել, այդ նկարը ամբողջ աշխարհով տարածված է, հատկապես այդ նկարը։ Ես չեմ ուզում անգամ ասեմ, թե ճիշտ էր, որ այդ պահին այդ առիթով այդտեղ հանդիպեին եւ այլն, դա ուրիշ թեմա է, ժողովուրդ ջան։ Քաղաքական առումով այն ինչ որ արեց Դոնալդ Տրամպը, կիլոմետրերով բարձրացրեց իրան։ Այն դիրքը, որը ինքը իր կաբինետում ես եմ ստեղի տերը, ինքը իրան գցել էր հենց իր կաբինետում։ Դրա համար ես համենայն դեպս համարում եմ, որ կամաց ինքը կվերանայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությունը կվերականգնի, իսկ մենք դրա ակնկալիքը շատ ունենք, հատկապես մերպես փոքր երկրում, երբ որ շուռ են գալիս, ասում ենք լավ, այս խառը իրավիճակում, բավար աշխարհի վիճակը սա է, ինչ հա տեղի ունենալու, ինչքան ուզում է հերոսաբար ասես դիզինվենք հույսներս մեր վրա դնենք, դիվանագիտությունն էլ է հույսները մեր վրա դնել, ժողովուրդ ջան, ով ասե որ հույսը մենակ զենքն է, ճիշտ քաղաքականություն վայելու դեպքում քո անվտանգությունը, որ ապահովում ես, հույսը քո վրա դնել չի։ Դա քանի քաղաքապետություն կա, առոք-փառոք ապրում են։ Շատ էլ հարուստ երկրներ, լանասկեն համակարգը նայի, հույսը իրանց վրա չեն դրել, հույսը իրանց վրա են դրել, այնպիսի քաղաքականություն են վարում, ոչ մեկի շահերից չի բխում նրանց ոտնձգություն անել նրանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա։ Այո, կարող ենք ասել, որ դրանք այնպիսի տեղ են գտնվում, հարևաններից վտանգ չունեն։ Կարող ենք իհարկե ասել, բայց մենք էլ կարող ենք այնպիսի քաղաքականություն վարենք, որ այդ աշխարհաքաղաքական ուժերների հակասությունների վրա կարողանանք այնպես աշխատել, չենք ասում փորձենք մեկին կռվածնենք, մենք այդ քաշը չունենք, այլ ուղղակի այնքան ճկուն լինենք, որ այդ հակասությունների պայմանում ոչ մեկը չցանկանա, որ Հայաստանը անցնի մեկ ուրիշի ազդեցության տակ։ Այ բոլորը ցանկանան Հայաստանը անկախ լինի այն աշխարհագրական դիրքը, որ ունի Իրանից վերև շարժվելով դեպի Վրաստանով Ռուսաստան կամ դեպի Եվրամիություն, իսկ մյուս ուղղությամբ էլ մտածենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքը կարողանան փակեն, թույլ չտան, որ նրանք գնան կպնեն, եւ Իրանն էլ վերևի հետ շփվի անկախ Հայաստանի միջոցով, որը որևէ մեկի ազդեցության տակ չի։ Այո, դա էլ գալիս է բանակցային, դա էլ է մեր հույսից կախված։ Դրա համար այս հատուկ ասում եմ, չեք պատկերացնի, ոնց որ ինձ շատ մի հատ մեծ նվեր տված լինեին, երբ որ ես այդ նկարը նայեցի, երեք չեմ պատկերացնում, թե ինչ էր ինձ հետ կատարվում։ Անկեղծորեն եմ ասում, դա նշանակում է, որ մենք հույս ունենք, որ բան կփոխվի։ Դա նշանակում է, որ մենք տեսանք, որ նաև բան փոխվեց, երբ որ անվերապահ իշխանություն տալով Իլոն Մասկին կամաց Դոնալդ Տրամպը դա վերանայեց, բայց այն սկզբից, երբ որ դա կատարվեց այդ քայլը, շատերը ոնց էին մտածում, աշխարհի ամենահարուստ մարդն է, արհեստական ինտելեկտ օգտագործող, խելաց տաղանդավոր մարդ է, չի հասկանում ինքը ինչ է անում։ Այն ինչի որ մենք անդրադարձել ենք Իլոն Մասկի արածներին, այդ ժամանակ սկի Ամերիկայի տնտեսագետները կամ քաղաքական գործիչները շատերը նույնիսկ դեռ մի քիչ ավելի զգուշավոր էին այդ թեմաներից խոսում, հետո մի անգամից ակտիվացավ, նաև հասարակությունը անցավ հանրահավաքների եւ այլ ինչի եմ ասում, որ ոչ մի հեղինակություն չկաշկանդի, որ մտածես, որ եթե դու գտնում ես ճիշտ ես ասում, ասես, «Յա, կարողա, ասենք, ինքը կարողա ճիշտ ադու»։ Տեսակ քայլ-քայլի հետևից այդ ինչ սխալներ է։ Դրա համար եմ ասեմ անգամ արհեստական ինտելեկտը մի գերագնահատեք, տեխնիկային պետքա գնահատել, որ ծառայի մարդուն, բայց պետքա ճիշտ խնդիր դնես նրա առաջ, որ դա լուծի, ոչ թե ասես ուրեմն իրանք չգիտեն, կյանքը ցույց տվեց, որ դա այդպես է։ Հուսանք, որ դա էլ վերանայվեց եւ այսինքն մենք հույս ունենք, որ դրա այդ հարցերը կկարգավորվի։ Էնպես որ այդ նկարը ավելիներ, քան այդ հանդիպումը կամ դրա բովանդակությունը։ Իհարկե դրան էլի կանդրադառնանք այդ հարցերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրառում է կատարել հայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մի քանի օրերին ոչ մի պատճառ չուներ հրթիռներ արձակելու քաղաքացիական տարածքների, քաղաքների եւ գյուղերի վրա։ Սա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ գուցե նա չի ուզում դադարեցնել պատերազմը։ Նրա հետ պետք է այլ կերպ վարվել, բանկային կամ երկրորդական պատժամիջոցներ կիրառելով։ Չափազանց շատ մարդիկ են մահանում, գրել է Տրամպը։
Այո, այն Տրամպը, որը ընդամենը մի 2 օր առաջ նույն ձևի հարձակվում էր Զելենսկու վրա, թե չեմ հասկանում, ես ինչ ես անում, ես ինչ խաղեր ես տալի, չես ուզում գնաս պայմանավորվածության, դու պետք է զիջումների գնաս եւ այլ, նորից հիշացնում էր, որ հաղթաթուղթը խաղաքարտերը դա Ռուսաստանի ձեռքին է, Ռուսաստանը հզոր է եւ այլ, այդ բոլորը նորից չկրկնեմ, բայց հիմա սա առաջի պահը չի, իհարկե մի անգամ էլ ինքը ասեց կանգ առ Վլադիմիր, բայց հիմա ինքը արդեն գնահատական է տալի, եզրակացություն անում, ոնց որ թե ինքը չի ուզում խաղաղություն, խաղեր է տալի, որպեսզի Տրամպը պատժի Զելենսկուն, այլ ոչ թե իրականում ինքը խաղաղություն ասում, որտեղ Ռուսաստանի համար խաղաղությունը կատաստրոֆա է, այս վիճակով ենթադրենք պատերազմը դադարեց, ինքը պնդելու է, որ 4 մարզը իմն է, պնդելու է Ղրիմը իմն է, չի գալու համաձայնության, Արևմուտքը դրա հետ չի համաձայնվելու, չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի շահերի հետ հաշվի չնստի, բայց այդ պարագայում ինչ են անելու։ Եվ նույնիսկ եթե համարենք վատագույն սցենարը, այդ 4 մարզն ու Ղրիմը մնում է Ռուսաստանի կազմում, այդ միլիոն զոհ տվեցիր, այդ երկիրը ավիրեցիր, այդքան ծախսերի տակ կողեցիր, այդքան լա գնացեք Ռուսաստանի վիճակը նայեք, այդքան զիջումների գնացիր, այդքան հող Չինաստանին տվեցիր, այդքան տնտեսություն Չինաստանին տվեցիր, որ գա քո տնտեսությունը զարգացնի, օբյեկտներ ու չգիտես ինչ։ Չինաստանը արդեն անթակույց հայտարարում է, որ այն տարածքները, որ ժամանակին իր կազմում է եղել, պետք է վերցնի։ Նկատի ունի հեռավոր արևելյան այն տարածքները, որ ժամանակին եղել է իր կազմում, նա չի թաքցնում արդեն, որ ինքը հավակնություններ ունի, այնտեղ պետք է տանի այնքան բնակչություն, իսկ Ռուսաստանը այդքան բարդ չի քաղաքացիություն ստանալը, այնտեղ կապրեն, քաղաքացիություն կստանան, եկե բնակչության թիվը այնպեսին կլինի, որ Ռուսաստանին դեմ կտան պատին, կասեն, եթե չես ուզում Ռուսաստանը կպցնենք Չինաստանին, խելոք մնա, ուրեմն այս տարածքներն իմն է, կամ ենթադրենք 49 կամ 99 տարի այդ տարածքում 200 միլիոն չինացի ապրեց, ռուսները նրանց ոնց են ընդեղից անելու, վերջի 100 տարին Ռուսաստանի բնակչությունը չի աճել։ Իդեպ օգտակար հանդիպումներ եղել է նաև Դոնալդ Տրամպի, Վոլոդիմիր Զելենսկու, Կիր Սթարմերի Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահ, նաև հանդիպում եղել է Զելենսկու եւ Մակրոնի միջև։ Այսինքն ամեն դեպքում մենք տեսնում ենք այն վերաբերմունքը, որը որ կա եւ անգամ այս կարգի փոփոխությունը համարում են, որ շատ օգտակար է եւ պատահական չէր, որ Իտալիայի վարչապետը Մելոնին Ջորջիա Մելոնին, որ գտնվում էր Սպիտակ տանը, որ ասեց շուտով տարբեր պաշտոնյաների հետ կհանդիպենք, դեռ Ֆրանցիսկոս Հռոմի պապը չէր մահացել, այսինքն Մելոնին լավ էլ տիրապետում էր իրավիճակին, որ քանի օր մնացել եւ այդ շուտով լինելու է, ինչպես տեսակ դա տեղի ունեցավ, եւ այն դեպքում, երբ որ ինքը առանձնահատուկ հարգալից եւ բարեկամական վերաբերմունք ունենալով Դոնալդ Տրամպի հետ, ամեն դեպքում եթե թեկուզ գնացել էր իր անունից խոսելու, իր ամբողջ խոսքերի շեշտադրումը Եվրոպայի հետ ընդհանուր քաղաքականություն տանելն էր։ Որոշ մարդիկ դա մեկնաբանեցին, որ ինքը գնացել էր իր պետության անունից էր խոսում, ոչ թե Եվրոպայի, ոչ նա ընդհանուր արևմտյան ընդհանուր քաղաքականության համար բառից բուն իմաստով վիզեր դրել ու կռիվ էր տալի։ Պետք չի թերագնահատել այդ մարդու արածը արժանապատիվ կեցվածքը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողությունների ենթադրյալ ավարտի մասին Ռուսաստանի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հայտարարությունները չի համապատասխանում իրականությանը։ Կուրսկի մարզի որոշակի հատվածներում Ուկրաինայի պաշտպանության ուժերի պաշտպանական գործողությունը շարունակվում է։ Օպերատիվ իրավիճակը բարդ է, սակայն մեր ստորաբաժանումները շարունակում են զբաղեցնել որոշակի դիրքեր եւ կատարել առաջադրված խնդիրները, միաժամանակ ռուսներին հասցնելով արդյունավետ վնասներ կրակային բոլոր տեսակի զենքերից, այդ թվում ակտիվ պաշտպանության մարտավարության կիրառմամբ։ Օրվա սկզբից Կուրսկի ուժերի խմբավորման օպերատիվ գոտում հետ է մղվել թշնամու 5 գրոհ եւ Եվս մեկ նմանատիպ մարտական բախում դեռևս շարունակվում է, ասում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Հաղորդում է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումների շրջապատման սպառնալիք չկա։ Ինչն է հերքում, ինչի մասին է խոսքը։ Ժամեր առաջ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետը զինված ուժերի
Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասին։ Սա արդեն, եթե չեմ սխալվում, երրորդ զեկույցն է վերջի ամիսների ընթացքում, որ լիռիվ ազատագրել են։ Հիմա բաումից են ազատագրում։ Կարող է իրանցից, չգիտեմ, որտեղ իրանց ասելով արդեն ուկրաինացիները հետ էին քաշվել։ Իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կուրսկի սահմանային մարզում ուկրաինացիների լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում ռուսական զորքերի հետագա հաջող գործողությունների համար։ Ուշադրություն դարձնենք, որ ռուսները օգոստոսի 6-ից ուկրաինական ուժերը մտել էին Կուրսկի մարզ։ 8 ամիս, 8 ամիսը չեն կարողանում հանել, դիմեցին հյուսիսկորեացիների օգնությանը, շնորհակալություն հայտնեցին հյուսիսկորեացիներին, որ իրանց օգնեցին, որ Կուրսկի մարզը ազատեն, չնայած ռազմավարական առումով այլևս հետաքրքիր չէ Կուրսկի մարզը Ուկրաինայի համար։ Ինչքան որ կռվով ինքը պահում է, այնքան չէ հետաքաշվում։ Ինքը այն ինչ խնդիր, որ ուներ դրանով լուծել էր, բայց մի հարց է առաջանում։ Այսինքն դուք ձեզանով 8 ամիսը չէիք կարող ձեր տարածքն ազատեք, հյուսիսկորեացիներին դիմեցիք։ Տո դա էլ դնենք մի կողմ։ Այդ ո՞նց էիք խելք եկել Դոնալդ Տրամփի, որ մենք հիմա շրջափակման մեջ ենք գցել ուկրաինական զինված ուժերը, եւ ինչ էին ասում։ Տրամփն էլ խնդրում էր Պուտինին, ասում էր խնդրում եմ մի ոչնչացնի այդ մարդկանց, շատ եմ խնդրում, անձնական խնդրանք ընդունի, դրանց մի ոչնչացնի, որովհետև Դոնալդ Տրամփը իր հատուկ ծառայությունների աշխատողներին ազատում էր պրոֆեսիոնալներին, քանի որ ինքը ուներ ռուսական հատուկ ծառայությունների հավաստի ինֆորմացիա, ել իրային չի նապեք ամերիկյան հետախուզական տվյալներ, բայց մեկ էլ հանկարծ պատահաբար պարզվում է, որ ռուսները ազատագրել են, բայց ռուսները հայտարարել էին կամ զենքը վայր կդնեք, կամ ձեզ բոլորին կոչնչացնենք։ Իսկ հիմա ես ուզում եմ հիշեմ, դուք ինֆորմացիա ստացաք Պուտինի զեկույցից, նրանք զենքը վայր էին դրել եւ մի քանի հազար հոգու գերի էին վերցրել եւ նկարեցին, ցույց տվեցին, որ այո, հանձնվել են Կուրսկի մարզում եւ մենք մարզը ազատել ենք, թե ցույց տվեցին ոչնչացված զինվորներին մի քանի հազար հոգի, որոնք չլսեցին Պուտինի պահանջը եւ շարունակեցին կռիվը։ Ոչ դիակ կա, ոչ էլ գերի։ Հասկացանք, ժողովուրդ ջան։ Այս էր Պուտինի ինֆորմացիա, նույնիսկ եթե ամբողջությամբ ազատագրված ընեն իրանց տարածքները, արդեն դա խայտառակություն է, որովհետև դուք ակցիանի մեջ էիք վերցրել ուկրաինական զորքը, ակցիանից ուկրաինական զորքը ոնց դուրս եկավ, ժողովուրդ ջան, բա դուք մեր անվտանգության երաշխավորն եք ոչ բարով, մենք էլ մտածում, մեզ էլ ասում եք, ձեզ լավ չեք պահում, դրա համար մենք ձեզ լավ չենք տիրություն անում, Հայաստանում էլ մարդիկ կան ասում են, այ տենց եք անում, մենք էլ ասում ենք ժողովուրդ ջան, 3 տարուց ավելա կռվում են, ուկրաինացին ոնց է կարողանում հրթիռով ու դրոնով Մոսկվային խփի, ձեր խիղճը մեռնի, Մոսկվային ոնց է խփում, բա ուր է ձեր հակաօդային պաշտպանությունը, որ Հայաստանի օդը պետք է պահեիք, ուր է ժողովուրդ ջան, դուք չեք էլ կարա պահեք, ուղղակի ասում եք ձեզ լավ չեք պահում, դրա համար էլ չենք պահում, մենք ասում ենք մերը պետք չի, ձերը պահեք, ձերը, Մոսկվան պահեք, չենք ասում մնացած տեղերը պահեք, դուք Մոսկվան չեք կարող պահեք։ Այ հիմա դե այս ամեն ինչը նայեք, որպեսզի թյուրիմացության մեջ չլնեք, որտեղ այս ամեն ինչը վերաբերվում է առաջի հերթին մեզ։ Չկա տենց դեպք աշխարհում կատարվի, սկսած Հնդկաստանն ու Պակիստանի կռվից, որ կարա միջուկային բախման հասցնի, հույս ունենանք, որ դրան չի հասնի, մինչև Իրան, մինչև ուկրաինական պատերազմ եւ ցանկացած բան, այդ թվում մաքսատուրքերը։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Օմանի միջնորդությամբ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ երրորդ փուլը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոց Սթիվեն Վիտկոֆը, որը որ արդեն Մոսկվայից եկավ եւ գնաց արդեն հանդիպելու։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնում է Օման, Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագրերի շուրջ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները քննարկելու համար։ Այցելությունից առաջ Լեմին ասել է, որ Լոնդոնի հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ շարունակում են ամրապնդվել։ Լոնդոնի համար կենսականորեն կարևոր է սերտորեն համագործակցել Քատարի եւ Օմանի նման գործընկերների հետ։
Ահա նաև Մեծ Բրիտանիայի վերաբերմունքը, որ ինքը շատ կարևոր է համարում ոչ միայն այդ երկրների հետ գործընկերությունը, թե չկարող էր ուրիշ առիթով գնալ, կամ պետք չէր հատուկ իրանք հաղորդագրություն տան, որ Վատիկանից անմիջապես գնում այնտեղ, որպեսզի իրավիճակի հետ կապված բանակցություններ վարի արդեն կատարվելու փաստից հետո։ Իսկ հիմա արդեն նոր տեղեկատվություն ունեինք, որ Օմանում ավարտվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը, բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ մայիսի 3-ին, նախատեսված է բարձր մակարդակի եւս մեկ հանդիպում։ Իհարկե, արդեն երբ որ կլինի արդյունքների մասին, չնայած այդքան շուտ արդյունք սպասելու իմաստ չունի, բայց մինչև գնալը արդեն արտգործնախարարությունից հայտարարություն արեցին Իրանի, որ որևէ բան չեն քննարկելու Ամերիկայի հետ, այսինքն իրանց սպառազինության կրճատման կամ հրթիռների կամ որևէ բան։ Այսինքն դա իրանց թեման չի, դա մեր թեման է։ Այսինքն իրանք այնուամենայնիվ մտածում են, որ իրանց դիրքերը կարող են ամրապնդել այդ բանակցությունների հարցում։ Իհարկե մեզ համար այստեղ խնդիրը նա չի, որ ով ում հաղթի։ Մեզ համար լավ է, որ նորմալ հարաբերություն լինի։ Ամերիկան էլ Իրանին ճնշի դա մեր շահից չի բխում, Իրանը Ամերիկայի նկատմամբ լրիվ ուրիշ վերաբերմունք ունենա եւ մտածի, որ ինքն է հարց լուծողը տարածաշրջանում կարող է Ռուսաստանի հետ քաշվելու հետ ինքը ձեռը դնի Հայաստանի վրա, ասի, որպեսի թույլ չտամ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ կպնի Ադրբեջանին ու շարժվի դեպի գնահասնի Չինաստան, պետքա ես մտնեմ։ Իսկ մենք այդ դեպքում լուրջ խնդիր ենք ունենալու։ Իսկ եթե Իրանը հանկարծ Ամերիկայից զգաստ չլինի, առավել եւս այդ խնդիրը կարող ենք ունենալ։ Այսինքն մեր համար այդ հարցում ոչ ոքին ավելի կարևոր է։ Կուզենայինք, որ այդ ոչ ոքին մեծահոգաբար դրան գնար Ամերիկան, ոչ թե զիջումներով, որովհետև Ամերիկայի զիջելը Իրանին հաստատ մեր շահերից չի բխում, նույնիսկ եթե մենք Իրանի հետ խնդիրներ չունենք։ Իսկ հիմա մենք նայենք Հայաստանում այսօր նշվում է քաղաքացու օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել տոնի առիթով։ Իհարկե այդ երկար բարակ չկարդամ իր այդ գրածը, այս տոնը քաղաքացու ազատության մասին է, քաղաքացու, որը բարեկեցության մասին է, քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է, քաղաքացու օրը ամենակարևորը պետության ու պետականության մասին է, հեղափոխությունից առաջ պետություն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը։ Ես չեմ ուզում մանրամասն անդրադառնամ, ուղղակի այդ կարճ դրանք կարդացի, քաղաքացու օրը, եթե իրանք համարում են իրանց համար կարևորը, որ տեղի է ունեցել հեղափոխություն, կյանքը ցույց տվեց, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, որովհետև հեղափոխությունը գոնե հեղափոխական խնդիրներ պետք է լուծեր, դա ընդհանրապես իշխանապողություն էր եւ կյանքի ընթացքում այդ ամեն ինչը պարզվեց, ոչինչ չփոխվեց, ոչ կացուցաձև, ոչ պետական կառավարման համակարգ, ոչ ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծվեցին պետական, անձի իշխանություն կար դրանից առաջ, որի ժողովուրդը զզված էր, անձի իշխանություն եղավ հիմա շատ ավելի մեծ լիազորություններով, քան դրանից առաջ։ Այսինքն այդ պարագայում քաղաքացու որ օրն ենք նշում, քաղաքացու արժանապատիվ քաղաքացու ինչն ենք նշում։ Սա առնվազն ծաղր է, որ սա համարենք որպես տոն, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն, ինչով է տեղի ունեցել հեղափոխություն, որ Սերժ Սարգսյանը խաղեր տվեց իր համար, հաճո ընդդիմություն ստեղծեց, որ այդ խաղերի արդյունքում կարողանան նենց անեն Նիկոլ Փաշինյանին բերեն ինքը Արցախը հանձնի, Նիկոլ Փաշինյանին որպես դավաճան մտնեն վիզը կտրեն, որ արդեն լավ էլ պլանավորած էր, իշխանությունը վերցնեին ու ասեն, դե որ Արցախը Նիկոլ Փաշինյանը հանձնելա, մենք ինչ անենք։ Այդ ամեն ինչը վաղուց բացահայտված է, քաղաքացին դա լավ գիտի, շատ դեպքերում նաև քաղաքացին նենց է այդ հեղափոխություն ասածից զզված, որ եթե Նիկոլ Փաշինյանից զզվում է, արդեն ասում լավ, մի անգամ էլ դուս եկանք փողոցել, ինչ անենք։ Շատ դուրս քայլեր է պետք անել, որ մեր քաղաքացու վերաբերմունքը փոխել, արժանապատիվ մոտեցումը վերաբերմունքը քաղաքացու կարողանալ վայելել, որպեսզի բարդիկ մտածեն, որ իսկապես մեր երկրում մենք շանս ունենք։ Այո, ժողովուրդը թեկուզ խաբվեց, հետագայում հասկացան, բայց ազնվորեն փողոց դուրս եկավ, ինքը իր մասը արեց։ Թե ինչ խաղեր խաղացին ժողովրդի գլխին այդ պահին, ինչ արեցին հետո, դա ուրիշ խնդիր է։ Ժողովուրդը իր մասը կատարել է։ Ժողովուրդը արժանի չի, որ այսպիսի վիճակում լինի։ Եվ դրա համար պետք է հրապարակային գործիչները, լիդերները արժանի լինեն, առաջնորդեն այդ ժողովրդին, որովհետև հիմա մեր հասարակության մեջ լուրջ դեֆորմացիաներ կա, ժողովուրդ ջան։ Այս դյութապաշտությունն ու անտարբերությունը անենց հետաքրքիր ձևով առաջ են տանում, որ ընդհանրապես ամեն ինչ անեն
Իրանց համար հաղթանակը որ ժողովուրդը անտարբեր լինի զզվի ու մի կողմ քաշվի դա իրանց հաջողությունն է որտեվ իրանք իրանց վարչական ռեսուրսով ինչ կուզենան կանեն նույնը վերաբերվում է ընտրությանը իշխանությունն ունի վարչական ռեսուրս եւ իշխանությունը հայտնիության խնդրեմ չունի որտեվ իրանք լրատվականներով օբյեկտիվորեն իրանք են երևում դե իշխանությունն է բացի այդ բյուջեից ծախսած ամեն ինչը վերագրում են իրանց արածին եւ իրանք արդեն օբյեկտիվորեն ինչ որ չափի ձայներ ունեն մարդկանց զզվացնեն անտարբեր են մի կողմ կանգնեն իրանք արդեն հաղթելու շանսը ավելի մեծ է այսինքն սա է հարցը իսկ մյուս լիդերները չեն կարողանում այնպես անեն որ հիասթափված ժողովրդին ասեն որ եթե դու չես մասնակցում ընտրությանը այսինքն թվում է թե դու չես մասնակցել ոնց չես մասնակցել դու քու չմասնակցելով իշխանություն ես ձևավորել ոնց ասել ես եթե ես մեկը ստանում այսքան տոկոս ես մեկը այսքան մասնակցությունների շնորհիվ ես չմասնակցելով համաձայնեմ դրան Իմ չմասնակցելով այդ հարաբերակցությանը իմ ձենը բաժանում եմ այդ տոկոսներով բոլորի վրա եւ արդյունքում շահում է ինչ որ մեկը այսինքն իրանք շատ կուզենան որ մարդը զզվի ու անտարբեր լինի այսինքն եւ անպայման նյութապաշտ լինի եթե ինքը շատ փող ունի մտածի վայելքների մասին ուտի խմի աշխարհման գա եթե ինքը քիչ փող ունի Գիշեր ցերեկ մտածի ոնց օրվա հաց աշխատի ինչից խոսես ասի դե լավ է դրա ժամանակն է սպասեք տենանք ինչ ագալի գլուխներս բացարձակ ոչինչ չհետաքրքրի Ժորժ ջան մենք տեսեք հիմա քաղաքացու հետ կապված դա ասում ենք չէ մենք այն սերունդն ենք ես այսինքն ինձ համար ասեմ այն սերունդն են որ այդ անցումը տեսել եմ ցանկացած հաջորդ սերունդի ու նախորդ սերունդի միջև միշտ լինում է հակասություններ հազարամյակներով դա եղել է մենակ հիմա չէ որ այսինքն հաջորդ սերունդը նախորդները իրար չեն հասկացել ու այն խնդիրը նա չէ որ հաջորդ սերունդն ասել են ավելի վատն է ես միշտ ասել եմ եթե դու համարում ես հաջորդ սերունդը ավելի վատն է դա առաջի սիմպտոմն է որ դու արդեն ծերացել ես հաջորդ սերունդը դա հաջորդ սերունդն է որը մեզ առաջ է տանալու վերջ բայց հասկանանք այդ հաջորդ սերունդը ինչը կվերցնի նախորդներից արժեքավորը եւ ինչը կվերցնի աշխարհից արժեքավորը դա նաեւ կախված է ավակ սերնդի վերաբերմունքից եւ ինչի եմ ասում մենք միակն ենք այս հազարամյակների մեջ որովհետեւ մենք ապրելով համայնավարական տնտեսության ժամանակ խորհրդային միության երբ որ կար երկաթյա վարագույր շատ մեծ շփումներ չկար աշխարհի հետ կար մի հերոստացույց եւ ամբողջ ընտանիքով նստում են շատ հաղորդումներ չկար եւ մեկ էլ դրսում է զվարճանքի շատ տեղեր չկար եղածնելով բոլորը իրանց երեխային չեն թողի գնան նստում էին նույն հերոստացույցի առաջ ծնող պապը տատը ծնողները եւ երեխաները երեք սերունդ նստում են նույն հաղորդումներն այո ավակ սերունդը կոնտակտ ուներ այդ կրսեր սերունդի հետ այսինքն նա ավելի մեծ փորձ ուներ նա պատմում էր այս կինոն ինչ է ասել այս քաղաքական հայտարարություն ինչի մասին է այս բանը այսպես է արժեքներից գաղափարներից էր խոսում եւ մեծի փորձությամբ ու հեղինակությամբ տալիս էր երիտասարդն էլ իր մտքի ճկունությամբ նորն ու առաջավորն էր ասում բայց ինֆորմացիայի բազան նույնն էր Այսպես ստացվեց, երկաթյա վարագույրը բացվեց, ինֆորմացիան տարածվեց բոլորիս մեջ։ Բացի դրանից էլ այդ ընթացքում մենակ չասենք Հայաստանին վերաբերվող, նաև աշխարհում ինտերնետի գոյությամբ, համացանցի եւ այլ բջջային հոսի այս կոմենքում սերունդների միջև շփում կարող է բացարձակ չլինի ժողովուրդ ջան։ Որովհետև դու նայում ես լրիվ ուրիշ բան, նա նայում է լրիվ ուրիշ բան։ Նստեն իրար այդ ամենահարազատ մարդիկ 5 րոպե խոսալու թեմա չունեն։ Եվ դա օբյեկտիվ է, դա չես կարա դա այնպես։ Այո, մենք դա չենք հաշտվում, որովհետև մենք դա տեսել ենք։ Ինչպես պետք է ապրել հասարակությանը պիտանի մարդ լինելու համար, նույնիսկ չգիտեինք թե այդ պիտանին ինչ գործիքով է չափվում, բայց կար այդ կոլեկտիվիզմի զգացողությունը, կար այդ հասարակության ընկալման զգացողությունը, հարազատի նկատմամբ հոգատարության զգացումը, ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքը Աշխարհում ինչ կատարվի մեզ հետաքրքիր է։ Մենք գիտեինք եւ արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարներն ինչ են խոսել եւ նաեւ գիտեինք արևմտյանն ինչ են խոսել։ Այդ օրը մի հատ լսում էինք ռուսական ալիքը ինֆորմացիան, մի հատ էլ լսում էինք Ամերիկայի ձայնն ու Գոլոս Ամերիկին եւ Նեմեցկայա վալնա, որպեսի մի հատ տեսնենք լանդերից ինչեր են ասում։ Հետաքրքրված աշխարհի բոլոր իրադարձություններով, բայց այսօր եկա մի վիճակ, որ նույնիսկ դու կարող ես մի հատ օրինակ բերես, ավակ երիտասարդ սերունդը նույնիսկ չիմանա ոչ այդ ֆիլմը, ոչ այդ դերասանին, ոչ մեկին։ Այսինքն, եթե դու անձնական օրինակով, այն փորձառությամբ, որ այդ սերունդին ասես հարգելիս, այն ինչ որ դու հիմա փորձում ես, որովհետև տեղյակ չես,
արդեն փորձած է։ Այսինքն ավագ սերունդի եւ երիտասարդների նրա փորձը եւ նրա մտքի ճկունությունը համադրես իրան, որպեսզի առաջ գնաս։ Եթե ճնշես երիտասարդին, առաջ չգնաս, կապրենք միջև մա քարանձավում։ Եթե ամեն ինչ թողես, որ երիտասարդը իր խելքով անի, անընդհատ կգնա սարիցերից կընկնի, որտեվ ինքը դեռ չգիտի, որ սարից ենկում ձոր է, որտեվ դա կյանքի փորձառությամբ հավաքած մի տեղ դրած է։ Առավել եւս հիմա շատ է դժվարացել, որովհետեւ այս վերջի այս սերունդից հետո այլևս կարող է իրար հետ ընդհանրապես որևէ կոնտակտ եւ ընդհանրություն որևէ ձևով չլինի, եթե չլինի ընտանեկան արժեք, եթե չլինի պետության նկատմամբ վերաբերմունք, եթե չլինի դրականի հետ կապված, որ դա փոխանցես անձնական օրինակով եւ այլն, որևէ կոնտակտ սերունդների մեջ չի լինի։ Եվ սա դեմը առնելու մի ձև կա, արժանի լինել այդ ամեն ինչի։ Եվ եթե հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ասի, որ քաղաքացու օրն է, եթե մարդը տեսնում է, որ դու քաղաքացուն ուղարկում ես SMS սահմանադրությամբ ստեղծված մարմնի ընտրովի մարմնի ղեկավարին, ինչի եմ ասում սահմանադրական մարմին, որովհետեւ նա սահմանադրության մեջ դրա լիազորություններն ու կառույցը ամրագրված է, դա որևէ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով ստեղծված մարմին չի, դա հրամանագրով, դա սահմանադրական մարմինը ընտրությունով, մրցույթով ընտրված մարդուն ժամկետի մեջ ընտրված SMS-ով տուն ես ուղարկում, դա է կոչվում արժանապատիվ քաղաքացի։ Մենք ինչ օրինակ ենք ցույց տալի արժանապատիվ քաղաքացու տոնի առիթով։ Հիմա դե դուք պատկերացրեք ինչ է կատարվում։ Պետական չինովնիկները, այսպես նայենք, հանրային ծառայողները, կլինի պետական, կլինի քաղաքացիական ծառայողներ, տասնամյակներով աշխատում են։ Նրանք ապագայի նկատմամբ պետք է վախ չունենան, որովհետև նա գնացել է աշխատում, քայլ առ քայլ իր որակավորումը բարձրացնում է, բարձրացրեց աշխատավարձը, բարձրացավ, պարգևավճար ստացավ, բարձրացվեց կամաց, նա կարող է նախարարությունում աշխատող մասնագետը իր օրոք 10 նախարար փոխվի, եւ այդ ապարատը շատ արժեքավոր, շատ կարեւոր գործ է անում։ Այո, նախարարը կգա քաղաքական մարդ, կբերի հայեցողական պաշտոններ, փոխնախարար, խորհրդական, օգնական, բայց այդ ապարատից դու պետք է ստանաս այն ինֆորմացիան, որ առավել եւս նա պետք է քաղաքականության մեջ չլինի, դա այնքան օրենքի պահանջ է, որ նա պետք է պահպանի քաղաքական չեզոքություն, նույնիսկ եթե ինքը կուսակցական է։ Նա, այսինքն սա ինչի համար է արվում, որ դու նորմալ ապարատ ունենաս, որ ստիպված չլինես ամեն մեկը գա նորարարություն անի, իր դատարկ գլխով, որտեղ ինֆորմացիա չունի։ Սա կապիտալ է, ժողովուրդ ջան, արժեք է, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է պաշտոնների պետք է նշանակել նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, կամ էլ թե չէ մեր գաղափարներն ընդունում են, եւ մարդիկ արդեն սկսում են ծաղրել, ով որ գնում է պաշտոնի, ասում են դու էլ ես SMS-ի սպասում, ասում է հա իհարկե, չեմ ես սպասի SMS-ի, SMS-ը դեռ Նիկոլ Փաշինյանը գրած, դեռ չուղարկած դիմումս կգրեմ։ Սա խայտարակություն է, այսինքն դու արժեզրկում ես բոլոր պաշտոնյաներին, դա հանձնարարություն է գնում, որ բոլորի նկատմամբ վերաբերմունքը սա է, եւ դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Այսինքն մարդուն դու անիմաստ տեղը քաղաքականացնում ես, երբ որ այդ մարդը չպետք է մտներ դրա մեջ, օրենքով նա իրավունք չուներ մտներ։ Բայց դու ասում ես, եթե դու իմ ասածը չես ընդունում, մեր գաղափարները չես ընդունում, դու պետք է աշխատես մեր հետ քայլացնելի ընտանիքի անդամին պետք է բերենք։ Այդ արժեքն ես կորցնում։ Ես շատ ցավում եմ, որ երբ որ տեսանք, որ Դոնալդ Տրամփը Նիկոլավարի զրույցներ արեց, մենք առավոտ դա ենք քննադատում, մեկ էլ որ ինքը ասում էր, այո, պետք է պետական պաշտոնյաներին ազատենք, որովհետև իրանք չեն ընդունում իմ ասածները։ Այսինքն դու պետական պաշտոնյայի մեջ տագնապ առաջացրեցիր, 10%-ին կրճատելու եմ, բայց չես ասում, որ 10%-ին, 100%-ին տերորի ես ենթարկում, որովհետև չգիտեմ, որ 10%-ին ես կրճատելու։ Եվ դուք պատկերացեք այդ մարդու վերաբերմունքը լավ կրթություն է ստացել, լավ փորձառություն ունի, եւ մեկ էլ իհարկե Ամերիկայում էլ հասկացան, որ դա սխալ է, մեր մոտ դեռ չեն հասկացել, բայց դա մեր գլխին եկած էր, որ մեզ ճղում էինք, ասում ենք, ժողովուրդ, էս ինչ եք անում։ Այսինքն, բայց այսօր Հայաստանում մենք չենք տեսնում ինչա, այդ արհամարական վերաբերմունքը սաղ օրը դրած նախարարություններում սուրճ են խմում, էս են անում, պետք է դնենք կրճատենք, դրեց կրճատեց, օպտիմալացրեց, կպցրեց իրար, ոչ մի բան չստացվեց, հաստիկները հետո էլ ավելացրեց, չգիտես ինչեր արեց, այդ ամեն ինչը ինչից էր գալի, անհարգալից վերաբերմունք ունենալ այդ ամեն ինչի նկատմամբ, բայց դրանք պետք է անենք, դրանք հիմք էին, որոնք այդ մարդիկ այդ փորձառությամբ, երբ որ դու բերում ես փորձառու մարդուն, որը
տասնամյակների ընթացքում տարբեր պաշտոնյաներ ա տեսել մի լացիրակի բերում ես դնում ես նրան ղեկավար, նա արդեն թևաթափեղած գնում ա գործի, նա արդարանում ա թե ինչի ա գործի գնում, ասում են խի ես գնում, բաս մա ուրիշ ինչ անեմ, ես իմ կյանքը կապել եմ սրա հետ, ես կրթություն եմ ստացել, որակավորում եմ ստացել, ատեստացիան անցել եմ, իմ ամեն ինչ արել եմ, որպեսզի կամաց բարձրանամ, հիմա ես ոչ կարամ բիզնես գնամ, որտեվ ես այդ չեմ ընտրել իմ երիտասարդ տարիքում, ոչ կարամ ինչ անեմ, ոչ էլ ուզում եմ արտագաղթեմ Հայաստանից, ստիպված կուլ եմ տա, դու մտքի թռիչք ես ուզում ստանաս մի պաշտոնյայից, որը ամաչելով ա գործի գնում, բա ինչի համար սա արվեց։ Հատուկ արվեց նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը, բա այդ քաղաքացու օրն եք նշում, ժողովուրդ ջան, այդ արժանիքի օրն եք նշում։ Այսօր մենք ուզում ենք, այո, մենք նաև այն սերունդն ենք, էդ էլ ասեմ, որ պատկերացնենք, որ խորհրդային բանակի ժամանակ, եթե հայ զինվորին, իսկ իդեպ քո զինվորը չէր կարող քո երկրում ծառայել, պետք է գնար ուրիշ տեղ ծառայեր, հայը չէր կարող Հայաստանում ծառայեր, գնա մի անդերանտիրական միտեղ ծառայում էր քո զինվորը, ով էր նրա տերը, բայց երբ որ նրա հրամանատարը նրան մայր էր հայհոյում, նա տալիս էր գլուխը ջարդում էր ու գնում էր դատվում էր, դատի ժամանակ, այո դատում էին, դատի ժամանակ, բայց տրիբունալի ժամանակ դատավորն ասում էր, հո դեբիլ չէ կարա, դուք չգիտեք որ հային չի կարելի մար հայհորել, հայի համար մայրը սրբություն է, դա համարում էր մեղմացուցիչ հանգամանք հայի պարագայում, խորհրդային միության ժամանակ, ժողովուրդ ջան, մենք այսօր հասանք անկախ խորհրդային, անկախ Հայաստանի պարագայում, որ 24 ժամով հասնի մայրը հայոյում, ու այնքան էլ հանգիստ են ընդունում, ժողովուրդ ջան, բա խորհրդային միության ժամանակ մեր ինքնությունն ունեինք, մեր արժանապատվությունն ունեինք, անկախ պետականության ժամանակ մենք այս վերաբերմունքին ենք արժանի, ոչ մեկը չի ասում անցյալում լավ էր, բայց այն ինչ որ կար այդ արժանապատվության հարցը, այսօր դետ ամեն ինչը ոտատակ է գնացի եւ մարդիկ շատ նորմալ են վերաբերվում։ Բասմա մի բան վատ արը չհայոյենք, ժողովուրդ դու դա նորմալ եք համարում։ Այսինքն մենք այս ամեն ինչը մեր հետ կատարվեց անկախ պետականության ժամանակ։ Այս ամեն ինչը որ արժեզրկում են դրա համար։ Այո, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք, երբ որ ասում ենք Ամազոնի հովտում, եթե մի հատ խոսե որոշել է ծառերը կտրի, որ անտառի մեջ սիրու համար մի հատ տուն սարքի, որ ոչ մեկը չտենա, քանի որ այնտեղ թթվածինի 1/3-ն է արտադրվում, այդ ծառերի թթվածինը նաև մեր երեխաների թթվածինն է, որը կտրում է։ Իհարկե մեխանիկորեն դա այդպես չի, որ 1/3-ը բարձրացավ եկավ բոլորը պատեց։ Դա զուտ բանի համար է, կոպիտ թիվ, էլի այսքան արտադրվում է, ընդհանուրն այսքան է։ Բայց արդյունքում մենք դա ենք ասում, չէ, մեզ անհանգստացնում է Խոսեի կտրած ծառը Ամազոնի հովտում։ Բայց մենք անցնում ենք այսօր ծառի կողքով անտարբեր ենք, որովհետև պետք է որ մեզ անտարբեր սարքեն։ Գիտեք ինչու համար, որովհետև եթե դու ստեղ խոսում ես, ասում են, ինչ շահ ունես, ինչու ես շահարկում, ինչու ես ծառը քաղաքականացնում, նախկիներն են տնգել դա ես պաշտպանում, կամ թե չէ, եթե ասես այդ ծառը լավ է, ասեն, բայց չգիտես որ նորերը դա գնում են կատարելիս ինչ տեղից եւ այդ ծառը առել են, որպեսի հները կտրեն, փող աշխատեն, նորերին ես պաշտպանում։ Այսինքն քեզ սովորացնում են, որ դու ուղակի անտարբեր լինես, վախենաս խոսաս, որովհետեւ քեզ կպիտակավորեն։ Միայն թե եղիր անտարբեր։ Ինչ ուզում ես արա, մենակ եղի անտարբեր, դուք հաշվի մի կողմ, որպեսզի մենք իմանանք ինչ ենք անելու, այդ ակտիվ գավառամիտ ճարպիկները իմանան մեր երկրի հետ ինչ են անելու։ Ժողովուրդ ջան, դրա համար քաղաքացու օրը մենք տխուր մտորումների նաև շատ մեծ խնդիրներ ունենք։ Եկեք մտածենք այդ ամեն ինչի մասին, թե ոնց անենք, որպեսզի կարողանանք նորմալ պետություն ունենանք, որովհետև այն մակարդակով, այն բարոյական արժեքներով, որոնք որ այս իշխանությունը պետք է երկիր կառավարի, իրանք չունեն այդ որակները, ժողովուրդ ջան, որակը փորձի հետ չի գալիս, այդ որակը կամ ունես կամ չունես, արժանապատվություն կամ ունես կամ չունես, այս հարցում իրանք իսկապես լուրջ խնդիրներ են մեզ համար ստեղծում, եւ մենք շատ բան ունենք անելու, որ նոր որակի պետություն ունենանք, որովհետեւ դա սпасել է իշխանությունից, որոնք իրանց տոնն են նշում, թե այդ ինչ են արել, չգիտեմ, անիմաստ է իրանցից ուղակի սпасել, իրանք անուղղելի են։ Եթե բան ունենք անելու, մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անում մեր երկրի համար։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։